Քրոնիկ հիվանդությունները բուժելու համար շատ կարևոր են ախտանիշների ուղղությունը և բժշկման ժամանակ հին ախտանիշների ի հայտ գալը։ Քրոնիկ հիվանդությունները որոշ դեպքերում չեն ցավում, այսինքն իրենց զգացումները տալի այլ տեղերում, այսինքն այլ ախտանիշներ։ Կարող է քրոնիկ գաստրիտ լինի, բայց ստամոքսը չցավա, այլ քրոնիկ հոգնակություն ունենա, գլխացավեր ունենա։ Քրոնիկ գաստրիտի էրոզիաների դեպքում գլխացավեր հաճախ կարելի է լինել։ Աղիների հետ կապված քրոնիկ բորբոքումների ժամանակ կարող է աղիները չցավա, բայց շագանակագեղձի քրոնիկ բորբոքում առաջանա, հաճախամիզություն, երիկամներին անցնի բորբոքումը, կամ փորկապություն, կամ լուծ նայած մոտ ոնց է դա արտահայտվում, այդ էլ կապված է նաև օրգանիզմի առանձնահատկություններից էլ։ Եվ քրոնիկ հիվանդությունները ակտիվ ստադիայում կարող են չցավել, բայց բուժման ժամանակ, ճիշտ բժշկման ժամանակ պետք է նորից ախտանիշները հետ գան, այսինքն քրոնիկ հիվանդությունները դուրս գալուց ախտանիշները պետք է լինեն հին ախտանիշները, չեմ ասում նույն ուժգնությամբ, սովորաբար ճիշտ բուժման ժամանակ պետք է մինիմումի հասցնել սրացումները, բայց լինում է, որ որոշակի շատ բարդ հիվանդություններ, որոնց դեպքում ախտանիշները հին կարող են գալ-գնալ։ Սա կոչվում է կլասիկ բժշկության մեջ Կոնստանտին Գերինգի օրենք, այսինքն ճիշտ ախտանիշները բժշկման ուղղությունը, ճիշտ ուղղությունը ախտանիշները ներսից դուրս, այսինքն սրացումները ներսից դուրս կամ ախտանիշները կարող է քոր լինել, այսինքն լյարդը բուժելուց կարող է քոր գա գնա, ցանտա գնա, օրինակ լյարդը լինում է ցիրոզի նախնական ստադիաներին, որոշ դեպքերում բուժելուց կարմիր հետքեր են առաջանում թևերին ու անցնում են նռմռոցով, այսինքն թույնը դուրս է գալու մաշկի միջոցով։ Լինում է դեպքեր սրտխառնոց հետ է տալիս, լուծ է ընկնում, այսինքն օրգանիզմը մաքրվելուց կարճ ժամանակով, կարող է, եթե շատ բարդ է, կարող է մի օր տևել, բարդ հիվանդություն է 2 օր, 3 օր, եթե շատ բարդ հիվանդություն չի, կարող է 5 րոպե տևել։ Աջ լյարդը բուժվելուց աչակողմյան ախտանիշներ կարող են, այսինքն աջ ուսը կարող է ցավով դուրս գա, աջ ոտքի ցավով, մանավանդ եթե հաստարիքի հետ է խնդիր կա, կարող է աջ ոտքի ցավով դուրս գա։ Շագանակագեղձը բուժելուց տղամարդկանց մոտ ձախ ոտքի ախտանիշներ կարող է դուրս գալ, այսինքն կամ քոր, կամ ցավ։ Երիկամները բուժվելուց ծնկների ախտանիշներով, ծնկների հետևի մասից նույնիսկ կարող է քորեր լինել։ Սա ամենաբարդ վիճակներում, ամենաթույլ քրոնիկ խնդիրների ժամանակ ախտանիշը հնարավոր է չզգա պացիենտը, կամ շատ թույլ լինի, ուշադրություն չդարձնի։ Բայց ուղղությունն է այստեղ կարևոր, բժշկման ուղղությունն է և բերեք հասկանանք կողմնակի ազդեցությունները ինչ են և սրացումը ինչ է։ Կողմնակի ազդեցությունը դա նոր հիվանդություն է, երբ որ կատարվում է սիմպտոմատիկ բուժում, այսինքն երբ որ ախտանիշը ճնշվում է, նոր հիվանդություն առաջանում։ Իսկ սրացումը դա այն ախտանիշներն են, որոնք կապված են հիվանդության հետ։ Սրացումը լինում է բժշկման ժամանակ, այսինքն հետընթաց ձևով կարող են որոշ ախտանիշներ գան գնալ, բայց հիմնականում սրացումները ավելի քիչ են լինում թույլ, այսինքն այստեղ է որ հոմեոպաթիան ուժը դեղորայքների և ինտենսիվությունը քիչ-քիչ է բարձրացնում, որպեսզի սրացում չլինի, և գալիս է մի պահ, որ սրացման տեղը ավելի ընդհակառակ է, այսինքն ինչ-որ թույլ զգացողություն են լինում, օրինակ թույլ քորեր, թույլ ցավ հնարավոր է, այսինքն աննկատ, աննշան և այդպեսով հիվանդությունը դուրս գա։ Եվ գալիս է մի պահ, երբ որ այդ ախտանիշները արդեն վերանում են, որովհետև երբ որ հիվանդությունը բուժվում է, արտաքին ախտանիշները անցնում են։ Եթե ներսից է բուժումը, եթե դրսից է ճնշվում, արտաքին ախտանիշները գնում են ներս, այսինքն հիվանդությունն է ներս գնում ճնշվում։ Արտաքին ախտանիշները դրանք կոմպենսացնում են ներքին հիվանդությունները, և քանի դեռ կա ախտանիշներ,
այսինքն արտաքին ախտանիշների արկայությունը մեծ մասամբ ցույց է տալիս, որ հնարավոր է բժշկել։ Երբ չկան ախտանիշներ, բայց հիվանդությունը կա, դա լինում են դեպքեր, որ կամ դժվար է բուժում, կամ եթե շատ վաղուց հիվանդություն է, օրգանական փոփոխություններ կա, մնում է միայն պալիատիվ միջոցներով օգնել, բայց շատ դեպքերում քրոնիկ հիվանդությունները ճիշտ եղանակով եթե բուժվում են, շատերը դուրս են գալիս։ Սա կոչվում է սիմպտոմատիկ, սրտի ռևմատիզմը բուժելուց, երբ որ սիրտը բժշկվում է, ծնկների ռևմատիզմը ծնկների ռևմատիզմը ուտես դուրս է գալիս, հետո ծնկների ռևմատիզմը անցնում է, բայց երբ որ ծնկների ռևմատիզմը ծնկների կողմից սիմպտոմատիկ ճնշում են բուժելուց, սրտի ռևմատիզմը առաջանում, այսինքն ախտանիշը ներս է գնում, հիվանդությունը ավելի խորանում է։ Լյարդը բուժելուց այս ուսի սիմպտոմներ կարող են լինել, այսինքն ստամոքսը բուժելուց կարող է լինել ձախ ուսի, ձախ կրծքավանդակի ախտանիշներ, լյարդը բուժելուց թույլ գլխացավի աջ կողմից կարող է գան գնան, այսինքն ներսից դուրս, վերևից ներքև, կենտրոնական նյարդային համակարգը բուժելուց, այսինքն ճիշտ բուժումը ոնց է, ավելի կարևոր օրգաններից դեպի ավելի քիչ կարևոր օրգաններ, վերևից ներքև, ներսից դուրս, բուժման ուղղություններն էլ այդպես պետք է լինեն քրոնիկ բուժման ժամանակ, հակառակ դեպքում, եթե այսինքն ավելի ոչ, այսինքն ուսը ցավս լյարդի համար, եթե ուսը ֆիզիոթերապիա արեցին, լյարդը ավելի հիվանդանում, այսինքն հակառակ ուղղությունը բարդացնում է, նույն ձևի ցաները տվեց, եթե ցաները մաշկի կապված են ներքին հիվանդության հետ, կրեմներով կամ հակաալերգիկ պրեպարատներով հիվանդությունը բարդանում է, ներս է մտնում։ Եվ այդպես շարունակ, այսինքն ախտանիշները, ճիշտ ուղղություն ախտանիշների բժշկման ժամանակ պետք է լինեն այսինքն Կոնստանտին Գերինգի օրենքին համապատասխան, այսինքն ներսից դուրս, վերևից ներքև եւ ավելի կարևոր օրգանից ավելի քիչ կարևոր օրգան։ Այդ թե ինչու նաեւ սիմպտոմատիկ բուժումը շատ վտանգավոր է, այսինքն հիվանդությունը ավելի է բարդանում, ավելի նոր հիվանդություն առաջանում, ավելի է խորանում։ Առողջ եղեք։